Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Հայաստանում շաբաթը սկսվեց միջազգային ֆորումով, որին մասնակցում էին Սլովակիայի վարչապետը, Ֆրանսիայի, Հունգարիայի արտգործնախարարները եւ այլոք։ Ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է գորիսում հյուպատոսություն բացելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ եթե խաղաղության պայմանագիրը չհամապատասխանի Հայաստանի մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մայիսի 28-ին Հայաստանը տոնել է անկախության օրը։ Ադրբեջանական կողմը մայիսի 29-ին եւ 31-ին կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասել բնակելի 2 տուն եւ խոցել 1 մանր եղջերավոր կենդանու։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։ Արտակ Զեյնալյանն առաջադրվել է սահմանադրական դատարանի դատավոր։ Փաշինյանը եկեղեցիները այսպես կոչված չուրանոց է անվանել։ Իրեն ուղղված քննադատություններից հետո գրառումներ է արել ու նորից պատասխան արձագանքների արժանացել։ Թուրքիայում սկսել են աշխատել նոր սահմանադրության վրա։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հանդիպել Ստամբուլում հունիսի 2-ին։